Պարոն Թոխյան, լավ է, որ ֆիքսում եք տարբեր սուր դրվագներ, բայց շատ օբյեկտիվ եւ արդարացի կլիներ, որ դա չկրեր միակողմանի բնույթ եւ համանման կոչ ու հորդորով դիմեիք իշխող կոալիցիայի տարբեր ներկայացուցիչների։ Ու առհասարակ, քանի որ վաղուց ակնհայտ է, որ այդ սեր, հանդուրժողականություն, թավ իշխանել ակտուալ չի, երբ որ խոսքը գնում այն մասին, որ պարբերաբար տարբեր նիստերի ժամանակ արձանագրվում է, որ ընդդեմության բերած նախագծերի քննարկման ժամանակ քվորում չեք ապահովում, դահլիճից գնում եք, դրանից մեծ ավելի արհամարանք ու վիրավորանք առաջ հերթին Երևանցու հանդեպ, այն տասնյակ հազար քվեների, որ ստացել է դիմադիր այն ուժը, որը նախագիծապերում, մասնավորապես տրանսպորտ, երկու անգամ ուղղակի որ ճողոպրել եք դահլիճից։ Հիմա դա վիրավորանք է, թե վիրավորանք չի։ Եթե դուք վստահ եք, ձեր երկաթյա են ձեր արգումենտները, ձեր թվերը, ընդդիմությունը Աստծո օրը կարող է նախագիծ բերել, նստեք, նույն բանը թեկուզ մի քանի անգամ կրկնեք, համոզեք, ձեր բանուգործի անունը ինչ է։ Ամիսը մի անգամ նիստ ա լինում, կեսից վեր եք գնում եք, կամ էլ այնց սադրիչ ելույթներ եք պատվիրում, որ անհնար է դրանց չպատասխանել։ Մեկ էլ որ պատասխանում ենք, ասում եք, բա ինչ եք այդպես բաներ խոսում։ Դուք այդպես բաներ եք խոսում, կառուցողական չեք, դրա համար թողում գնում եք։ Այս պատվավոր քաղաքացիների բանն էլ ոնց որ մենաշնոր է, հա, ասենք գարնան, եթե չեմ սխալվում, ապրիլ ամսից երկու քաղաքացու, պատվավոր քաղաքացու կոչման ներկայացնելու նախագիծ եմ առաջարկել, հեղինակել, մետրոպոլիտենի երկու աշխատակից են, ովքեր մետրոպոլիտենի ոչ թե ուղղակի աշխատակից է, մետրոպոլիտենի ստեղծման, հորատանցքման ժամանակներից առ այս պահը այդ մարդիկ աշխատում են, դրանից ավելի լավ պատվավոր քաղաքացի կա, մարդիկ ովքեր, չգիտեմ, 50 տարվա մոտավորապես ինչ-որ վաստակ ունեն, հա, մեր երկրի առաջ, առաջարկել ենք, չեք ընդգրկում, տենց, ուղղակի չեք ընդգրկում, Տիկին Մելիքյանը փողոցի հավանականություն է բերում Մարգար Սեթրակյանի անունով հայտնի կոնյակի գործարանի հարևանությամբ, պատճառաբանությունը բերում եք այդ նույն բանը, որ բնակիչների անձնագրերը, հասցեները, մյուսները, բայց դա չի խանգարում Լենինգրադյանին, որ դուք բերեք, որ անհամեմատ ավելի շատ մեծ մարդ է ապրում, մեծ թվով, բանթունեիք, երբ որ կոնկրետ փաստեր են բարձրաձայնում, ու դրա հիման վրա տրվում է գնահատական, շատ զգայուն եք վերաբերվում։ Ինչ վերաբերում է էլի այդ մյուս թիմ ընտրություններին, ով ինչ ասել, ինչ արել, ախր էլի պետք է հիշեցնենք Երևանում ձեր իշխանության ձևավորման այդ հայտնի էպոպեան, թե ոնց դուք կարողացաք ըստ էության լինելով փոքրամասնություն վերցնել իշխանությունը։ Վանաձորի ընտրված քաղաքապետին բանտարկեցիք, նույն իրավական աֆյորան սկսել եք Գյումրիում, չեք Մարսում, Բերդում, Ալավերդիում, Թիմ ընտրություններում պարտվում եք, տիկնակ եւ պարոնեք, դա վիճակագրություն է, դա գնահատական չի, դա կարծիք չի։ Հիմա վաղ շաբաթում էլի նույն բանն եք սկսել, նույն մոտեցումն եք սկսել, էլի խախտումներով, շենքերի վրա ձեր տեխնացուի նկարները ինչ գործ ունեն։ Մյուս դրվագը, չգիտեմ, այդ որ Երևանի Երևանը թմբկահարում եք, բան եք անում, ձեր բանուգործի անունն ինչ է, կարմիր գիծը թանկացնեք, տրանսպորտը թանկացնեք, շինթույլտվություն բաշխեք, մեկ էլ գնաք հրապարակում քեֆ անեք։ Այդ նույն արատավոր բանը արել եք նույն վաղաշաբաթի ընտրություններում Դողս գյուղում։ Կերուխումի սեղաններ եք գցել այնտեղ։ Քարոզարշավից չսկսած դեռևս։ Ինչ է նշանակում դա։ Այսինքն ինչ եք մարդկանց ինչ-որ բանի տեղ դնում, էլի մուրացման եկեք ձրիկ երեք խմեք։ Այդ տարբերակով եք ուզում իշխանություն ձևավորեք։ Մեկը չի ստացվելու, վաղաշաբաթին շատ լավ տեսել է ու գիտի ու առաջիկայում իր քվեով իր խոսքը կասի։